հանդիպումն է եթերում, բարև ձեզ։ Այսօր իմ սպասված հյուրը էնդոսկոպիկ վիրաբույժ, հանրային առողջության կառավարման մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Նունե Գևորգյանն է։ Բարև ձեզ, Տիկին Գևորգյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Գևորգյան, այսօր զրուցել ենք ձեր ծավալած աշխատանքային գործունեության մասին, մասնագիտական ոլորտի բարդ խրթին, նաև հերթ կողմերի մասին եւ այն մասին, թե առհասարակ ինչպես է տրվում կնոջը բժշկությունը։ Թերևս սկսենք այն հարցից, թե ինչու հատկապես բժշկություն, ինչպես ձեզ տրվեց մասնագիտական որոշում կայացնելը։ Ճիշտն ասած, դեռ մանկուց ես միշտ երազել եմ բժիշկ լինել եւ անգամ նախադպրոցական տարիքում, երբ որ մենք խաղում էինք ընտանիքում թե խմբային բակերում, ես միշտ բժշկի դեր եմ կատարել եւ իմ անունը բժիշկ էր։ Հետագայում արդեն դպրոցական տարիներին ավելի խոր ուսումնասիրելով եւ գրականությունը, հատկապես ռուսական դասական գրականությունը, Անտոն Չեխով, Վերիսաև, որտեղ նկարագրվել են, լինելով իրենք բժիշկներ նկարագրել են այդ մասնագիտության առանձնահատկությունները, ես ավելի խորացա այդ առումով իմ մտադրության մեջ եւ որոշեցի, որ վերջապես իրոք ես պետք է բժիշկ դառնամ։ Մայրս էլ դա շատ լավ օգտագործում էր ինձ խթանելու համար, լավ սովորելու, որտեղ ասում էր բժշկական ինստիտուտը ամենադժվար մատչելի ինստիտուտն է, այնտեղ միայն գնում են գերազանցիկները, հետևաբար դու պետք է սովորես գերազանցու, այդպես էլ ամբողջ տարիներ ինքը տարավ այդ գիծը եւ ընդունվելով արդեն ինստիտուտ եւ ուսանելով իմ հարազատ ալմա մատերի, որ ես շատ սիրում եւ հարգում եմ Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտը Պիրագովի, ես հասկացա, որ ես ճիշտ ընտրություն եմ արել։ Որքան էլ բարդ էին ուսումնառության տարիները, դուք երբևէ զղջման զգացողություն չեք ունեցել։ Ոչ, առհասարակ բոլորը գիտեն, որ բժշկական ինստիտուտում սովորելը դա շատ մեծ տանջանք է, այսպես ասած, մեղմ ասած, որտեղ եւ ծավալներն են այլ եւ ամեն օրյա դասապատրաստում է պահանջում ուսանողից, բայց դա մենք հաճույքով ենք անում եւ սիրով, այսպես ասած։ Իսկ հետաքրքիր է հատկապես երբ աղջիկներն են ընտրում մասնագիտությունը բժշկի, հանրության կողմից հնչում են կարծիքներ, որ գոնե հետագայում մի քիչ ավելի թեթև մասնագիտացում կընտրես, կոնկրետ օրինակ վիրաբուժությունը հատկապես տղամարդկանց հարիր մասնագիտացում է։ Ինչ կասեք այս մասին։ Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ, որովհետև գիտեք ինչ, կնոջ դերակատարությունը հանրության մեջ եւ տղամարդինը մի քիչ տարբերվում են եւ ֆիզիկապես են իրենք տարբեր։ Վիրաբուժությունը այն մասնագիտությունն է, որը պահանջում է գիտական, պրակտիկ, ասենք, գիտելիքների հետ միասին նաև ձեռքի ունակություններ, որը ձևավորվում է տարիների ընթացքում եւ շատ քրտնաջան աշխատանքի միջոցով 24/7 այսպիսի ռեժիմով եւ լավ վիրաբույժները, ես կասեմ, անձնվեր իրենց նվիրում են վիրահատարանին առանց անձնական բոլոր նյուանսները հաշվի առնելով իզուր չէ որ վիրաբույժներին ասենք ասացված կա զգարայսամ սվիցի դրոգիմ դու ինքդ այրվում ես բայց դու լույս ես տալիս ուրիշներին դա հիմնականում վիրաբույժներին է վերաբերվում եւ իրոք վիրաբույժները շատ շուտ ենթարկվում են մասնագիտական մաշվածքին 60-70 տարեկանում արդեն իրենք ֆիզիկապես խնդիրներ են ունենում, դա իրենց էմոցիոնալ, այդ ֆիզիկական լարված աշխատանքի արդյունք է։ Հիմա եթե մենք այս առումով դիտարկենք այս ամենը, իհարկե կանայք չեն կարող այդքան դիմադրել, հետո կնոջ դերը նաև երեխա ունենալ, զավակ դաստիարակել, կրթել եւ ինչ որ ձևով կինը մրցակցությունից դուրս է մնում տղամարդկանց հետ եւ սովորաբար դա կանանց ավելի քիչ պրոֆեսիոնալ է դարձնում, ոչ մրցակցային է դարձնում տղամարդկանց հետ։ Դրա համար ես համամիտ եմ այդ կարծիքի, բայց դա չի նշանակում, որ բացառություններ չեն լինում, կան բացառություններ, որտեղ օրինաչափություն, այնտեղ էլ բացառություն, ես մասնավորապես կարող եմ նշել մեկ անուն մեր հայրենակցուհի Վիրջինիա
Աբգար, որը ծնվել է նախորդ դարում, 20-րդ դարի սկզբնական շրջանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինքը գործունեությունը ծավալել, ուսումնառություն այնտեղ է ստացել եւ պաշտպանել է պրոֆեսորական թեզ, հանդիսանալով Կոլումբիայի համալսարանի անեստեզիոլոգիա ամբիոնի վարիչ վառ անհատականություն, բայց տեսեք, որ ընտանիք երբևիցե չի ունեցել։ Այո, այս կինը Վիրջինիա Աբգարը նա հիմնադրել է մի սանդղակ, որով մինչև այսօր 1 տար առաջ Միջև այսօր մենք դրան այդ սանդղակը օգտագործում ենք մասնավորապես նորածինների ծնվելու պահին նրանց ֆիզիկական վիճակի գնահատման, կոչվում է հենց տենց էլ կոչվում է Աբգարի սանդղակ, այո։ Տենց որ բացառություններ լինում են։ Տիկին դուք եւ պրակտիկ բժշկությամբ եք զբաղվել եւ հանրային առողջության կառավարման ապարատում եք աշխատել, որն է ձեզ ավելի հարազատ որպես ուղղություն։ Գիտեք, դրանք իհարկե տարբերվում են մեկը մյուսից, բայց երկուսն էլ ինչ շատ հարազատ են։ Ասենք որպես պրակտիկ բժիշկ դու մեծ բավականություն ես ստանում, երբ որ հիվանդը գալիս է դու իր հետ այդ ամեն ապրումները անցնում ես եւ այլն եւ ինքը արդեն ապակինված դուրս է գրվում դա ես համարում եմ որ ես եմ ապակինվել դա իր իհարկե գոհունակությունը բավարարվածությունը մասնագիտական գործունեության հետևանքով բայց հանրային առողջապահությունը հետաքրքիր է այն առումով որ շատ հետաքրքիր ուսումնասիրություններ կարող ես իրականացնել մեծ թվերի հետ գործ ունես ասենք եթե դու հիվանդանոցում փոքր հիվանդանոց իսկ եթե մարզային մակարդակով ուսումնասիրություն ես անում այլ թվեր են որոնք ավելի ստույգ եզրակացություն անելու հնարավորություն են տալիս եւ ուսումնասիրելով տեղադրելով այդ թվերը դու եզրակացություններ ես անում եւ առաջարկություններ որոնք հետագայում կարող են ունենալ լավ նշանակություն։ Ավելի գիտական, ավելի թեորիապես հանրային առողջապահություն նաև տնտեսագիտության հետ է ինքը առնչվում, մաթեմատիկայի, ստատիստիկայի հետ է առնչվում, ինքը ավելի լայն հասկացություն է, էլի։ Դրա համար ես գտնում եմ, որ երկուսն էլ ինձ համար շատ հետաքրքիր են եւ հարազատ։ Ձեր ամուսնու Սերյան Վահանի հետ աշխատել եք նաև Քաջարյանի բժշկական կենտրոնում ոչ թե նաև, այլ երևի կարող ենք ասել, որ երկար տարիներ աշխատել եք այնտեղ եւ արդյոք նույն ոլորտի մասնագետներով, ոլորտ ասելով նկատի չունեմ նեղ մասնագիտացումները, բժշկության ոլորտի մարդկանցով մեկ ընտանիքից ամուսիններով հեշտ է թե դժվար մասնագիտական կարծիքներ, տարակարծիքներ Ինչպես են դրսևորվել այդ տարիները։ Ես ասեմ, համատեղ աշխատանք ունի եւ դրական եւ բացական կողմերը։ Դրականը նա էր, որ մեկս մյուսի միշտ աջակցել ենք, միշտ կարծիքների փոխանակություն, ախտորոշումների հետ կապված ճշտություններ, միասին քննարկումներ եւ այլն։ Իսկ բացական կողմերը նա է, որ ընտանիքով մենք նվիրված էինք մեր աշխատանքին, երբեմն մեր աղջիկը Միջև հիմա հիշում եմ, որ այս ժամանակ դուք ինձ թողել եք հարևանի մոտ եւ գնացել եք ամբողջ գիշեր հիվանդանոց, այսինքն բաներ էլ կար եւ գիտեք ինչ Քաջարյանում աշխատելու տարիներին մենք ամբողջովին նվիրվել ենք մեր անմնաց նվիրվել ենք մեր մասնագիտությանը, մեր գործունեությանը բժշկական, հատկապես Սերյանը, որին բոլոր քաջարանցիները, եթե ինձ անհամեստ մի համարեք, միշտ շատ մեծ հարգանքով են վերաբերվել իր նկատմամբ եւ ինձ թվում է սիրով նաեւ, դրա համար մեծից փոքր իրան ասում են Վահանիչ։ Ինքը լավ կառավարիչ էր լիբերալ մոտեցումներով, նաև կոնսերվատիվ մոտեցումներով, բայց եւ կառավարել է ինքը բժշկական կենտրոնը ամենածանր տարիներին 91 թվականից սկսած, երբ որ բոլոր լոգիստիկ կապերը խախտվել էին, սնունդ, վառելիք, էլեկտրոէներգիա, ամեն ինչը խախտված չկա եւ այլն, բայց ինքը կարողացավ տենց լավ դուրս գալ այդ վիճակից իհարկե միշտ Զանգեզուրի պղնձամորբնային կոմբինատը իր դերը ունեցել է առողջապահության կողքին լինելու հարցում ես հիշում եմ 91 թվականին մեկ ամսվա տնօրեն էր ինքը երբ որ դիմեց այն ժամանակվա տնօրեն Ֆրունզ Համայնքիչ Պետրոսյանին ասաց որ վերջին սարքավորումներն են
Երևանի մեծ տեխնիկայի բազայում, որ սովետական միության վերջին սարքավորումն էլ չի լինելու գաստրոսկոպ, կոլոնոսկոպ եւ ուլտրաձայնային սարքավորում։ Ճիշտ է, դրանք ճապոնականները չէին, բայց Լենինգրադի օպտիկա-մեխանիկի կազմակերպության սարքավորումը լավ օպտիկա, ասած էլ չի լինելու, բայց փող չկա, որ գնամ բերեմ։ Ֆրանսիամայից միանգամից այդ հարցը լուծեց եւ այդ սարքավորումները 15 տարի ծառայեցին Քաջարյանի բնակչությանը։ Հետագայում արդեն համագործակցությունը կոմբինատի հետ էլ ավելի խորացավ Մաքսիմ Հակոբյանի ժամանակ մենք քննարկեցինք այսպես կոչված այսօր որ ապահովագրական այս փաթեթները որ կոմբինատը տրամադրում է սկիզբը դրել ենք մենք 90-ականների եւ 2000-ականների սկզբին Հակոբյանի հետ քննարկումների արդյունքում այն ժամանակ չկային ապահովագրական ընկերություններ եւ անմիջապես այդ գործառույթը իրականացվում էր կոմբինատ տվյալ հաստատություն, այո, եւ հիմնականում Քաջարյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հետ էր կնքվել պայմանագիրը եւ Երևանի բժշկական կենտրոնի Մարաշ սրտաբանական նոր Մարաշ սրտաբանական կենտրոնի հետ հիմնադիրը կարելի ասել Հակոբյանն է, որ այսօր այս լայնորեն կիրառվում է այսօր այդ ամենը Ես եթե դիտարկում եմ այսօրվա գործունեությունը կոմբինատի այս բնակավարում մի քիչ կարդալով, ուսումնասիրելով հաշվետվությունները ես հասկացա, որ սոցիալական պատասխանատվության, բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը շատ լուրջ մակարդակի վրա է դրված կոմբինատում եւ երբ որ ես կարդացի որ գոյություն ունի ISO այսպես կոչված 26300-ով, որը բիզնեսի սոցիալական պատասխանատվության ստանդարտներն են, ուսումնասիրելով ես հասկացա ինչքան լուրջ է մոտենում կոմբինատում, Զանգեզուրի բանջարաբանական կոմբինատը այդ հարցին եւ բնապահպանական մշակույթ, առողջապահություն, սոցիալական աջակցություն եւ դա կրում է Պաստայանի, այսպես ընդմիշտ բարբերական բնույթ չէ կրում միշտ արդեն այդ գործունեությունը կա, ես հասկացա պլանները գոյություն են, ինչը բնութագրում է, որ տվյալ բիզնեսը սոցիալական պատասխանատվության կրող է եւ ինձ համար շատ հաճելի էր դա բացահայտել հատկապես անցյալ տարի ես հիշում եմ որ Կապանում դասական երաժշտության ֆեստիվալ էր եւ կոմբինատը հովանավոր էր դա ինչ մի հաճույք էր ամբողջ բնակչության համար դահլիճից դուրս էին գալիս շփտերես երջանիկ բավարարված եւ բավական շատ են այդ մշակութային կրթական միջոցառումները եւ առողջապահություն առաջնային այո Դուք ունենալով փորձառություն տարբեր երկրների կլինիկաներում ինչպես կգնահատեք հանրային առողջապահության կառավարման ներկայիս վիճակը մեր երկրում Մարզում կարող ենք ծավալվել ավելի շուտ, քանի որ մարզի իրավիճակին ավելի շատ եք երևի տիրապետել։ Քանի որ կառավարումը ընդհանուր համապետական նշանակություն, ես կասեմ, որ հիմնախնդիրը նա է, որ դեռ մինչև հիմա ապահովագրական առողջապահության օրենքը չի ընդունվել։ Դա պետք է շտապ իրականացվի համապարփակ ապահովագրություն ամբողջ բնակչության համար։ Իսկ արդեն բիզնեսի ոլորտները, բանկային համակարգը, սրանք լրացուցիչ ապահովագրություն կարող են ապահովել այդ դեպքում չընդգրկելով այն ամենը, ինչ պետությունն է ընդգրկում իր մեջ եւ սա արդեն լրացուցիչ ծառայություններ է եւ բիզնեսի ոլորտում աշխատող աշխատակիցները, բանկային համակարգի աշխատակիցները ավելի գոհ կլինեն այս ամեն ինչից, որ լրացուցիչ ծառայություններ մատուցվեն։ Ես գտնում եմ, որ համապարփակ ապահովագրությունը շտապ պետք է ընդունվի Հայաստանում։ Եվ դա կհամարեք հիմնական սկզբունքներից, որոնց վրա կառուցվում է հենց հանրային առողջության ոլորտը։ Դե գիտեք ինչ, հանրային առողջապահության ոլորտը տարբեր բաներ ունի, մոդելներ ունի, հիմնականում, ասենք, գերակշռող, ասենք, սովետական մոդելը, երբ որ մենք վերցնում ենք այդ Սեմաշկոյի մոդելը, փաստորեն դուրս եկավ, որ ինքը շատ լավ մոդել էր, բայց ինքը ֆինանսապես չէր կարողանում ամրագրվել որտեղ ֆինանսավորվում էր այն ժամանակ առողջապահությունը մնացորդային սկզբունքով իսկ մյուս երկրներում հիմնականում իհարկե ապահովագրական համակարգն է այս ամենի տակից կարողանում այս վիճակից դուրս գալ հետեւաբար ես գտնում եմ որ պետք է լինի ապահովագրությունը
համապարփակ պարտադիր ապահովագրություն ամբողջ բնակչության համար։ Իսկ ինչ վերաբերում է հանրային առողջության պրինցիպներին, вообще ինչ է նշանակում առողջություն։ Առողջությունը դա ֆիզիկական, սոցիալական եւ հոգեկան եւ սոցիալական վիճակ է, որի ժամանակ հիվանդություն չկա։ Այսինքն մարդը, ինդիվիդումը պետք է լինի ֆիզիկապես, հոգեպես եւ սոցիալապես առողջ։ Ուրեմն դրանից ելնելով գոյություն ունի ֆիզիկական առողջություն, հոգեկան առողջություն, սոցիալական առողջություն եւ այդ ամենը ստեղծում է մի համակարգ, որը կոչվում է հանրային առողջապահություն եւ ունի ցուցիչներ, որով գնահատվում է տվյալ երկրի կամ տվյալ մարզի առողջապահական համակարգը կամ համայնքի։ Դա առաջնային օղակի ընդգրկվածությունն է բնակչության, առհասարակ բուժսպասարկման մեջ ընդգրկվածությունը բնակչության, իմունիզացիայի մեջ ընդգրկվածությունը բնակչության, հղիների սկրինինգների ծավալների մեջ ընդգրկվածությունը, մանկական մահացությունը, սնուցումը հատկապես երեխաների եւ այս ցուցիչներով են բնութագրում երկրի առողջապահական համակարգը եւ ամենակարևորը հնայից առողջապահության ուղղված տոկոսները շատ կարևոր է դա։ Բայց նաև ուզում եմ անդրադառնալ մի հարցի, օրինակ իմ սուբյեկտիվ կարծիքով հանրությանը որևէ հետ գնամ դեպի COVID-ը, COVID-19-ի ժամանակ, երբ որ մի փուլը ավարտվեց եւ անցնում էինք արդեն պատվաստումներին, չկրկնվելու հիվանդությունը ավելի թեթև տանելու համար, կարծես թե չասեմ ավարտած եւ փակած համարենք այդ թեման, բայց հիմա արդի են գրիպի դեմ պատվաստումները, որոնց մասնակցում է մարդկանց շատ քիչ տոկոսային հատվածը, ոչ բոլորին կարող է գնա այդ պատվաստի, հիմնական կարծիքը թյուրիմացաբար վերաբերելն է երևույթին։ Ինչ կասեք, այստեղ որտեղ ունենք աշխատանք անելու, որ մարդկանց սովորեցնենք, պատրաստենք, բացատրենք, որ պատվաստումները բոլորովին չեն վերաբերում կրիտիկական եւ համաճարակային պահերին, կարող ես հանգիստ քո առօրյայում դա կիրառել եւ քեզ համար որպես առողջության կազմակերպման պահ մշակույթ դարձնել այս ամենը։ Գիտեք, այս մոտեցումները եւ սուբյեկտիվ բնույթ ունեն եւ օբյեկտիվ։ Օրինակ նախկինում, երբ որ երեխաներին տանում էին պատվաստման, ոչ մեկի մոտ ոչ մի հարց չէր առաջանում, թե ինչի տանում պատվաստման։ Պետք է այդ ամենը գրված լինի երեխայի ամբուլատոր քարտում եւ այլն։ Դա սկսվեց 2015-14 թվականներին, երբ որ փորձում ենք ներդնել Gardasil-ի պատվաստումը աղջիկների շրջանում, ես գտնում եմ, որ դա ճիշտ է, որտեղ եթե գիտությունը եկել եզրակացության, որ կոնկրետ այդ հարուցիչը կարող է հանդիսանալ պատճառ արգանդի վզիկի ուռուցքների համար, հետևաբար դա ճիշտ է։ Ուրիշ բան է, որոնտեղ հաշվի չի առվել, ասենք, հայկական մենտալիտետը, ասենք, մեր երեխաների, մեր դեռահասների, մեր երիտասարդների սեռական կյանքով ապրելու այդ առանձնահատկությունները եւ այլն, այդ մենտալիտետը հաշվի չի առվել եւ դա պետք է հաշվի առնել եւ իհարկե քարոզչություն է գնացել այդ թվերին Gardasil-ի վերաբերյալ, երևի դուք կհիշեք։ Հասանք COVID-ին, այդ նույն տեմպով այդ ամենը գնաց, բայց ես համարում եմ, որ եթե կա ինֆեկցիոն հիվանդություն, վարակիչ հիվանդություն, միակ բանը, որ կարող է դիմակայել այդ ամենին, դա պատվաստումներն է, այսինքն դու դրանով շղթան էպիդեմիոլոգիական շղթան կտրում ես։ Այս սրան ես կուզենայի սրան էլ անդրադառնալ, որ ես երբ որ ասում եմ հանրային առողջության ցուցիչներից մեկը դա նաև սանիտարահիգիենիկ կրթությունն է, կրթության աստիճանն է, որ մենք պետք է մեր բնակչության շրջանում սերմանենք։ Նախկինում կային բաներ, տենց բրոշուրներ, բժշկական ինստիտուտի
ամբիոն գոյություններ, հիմա կոչում են հանրային առողջության, բայց այն ժամանակ սանիտարական ֆակուլտետեր կոչում։ Իրենք անընդհատ մասսայական ձևով թողարկում էին բրոշուրներ, անգամ գոյություն էին գիտության տներ, անգամ կապանում կար, որտեղ այդ բոլոր բրոշուրները դրված էր, մարդիկ գալիս էին, սա կոչվում է սանիտարահիգիենիկ կրթություն։ Ես գտնում եմ, որ սա էլ պետք է մենք բարձրացնենք, բացատրենք եւ իհարկե վակցինացիան դա շատ կարեւոր ես համարում եմ այն էտապներից էր, որ մենք կարողացանք հաղթահարել COVID-19, այո։ Իսկ ինչ վերլուծություններ կարող ենք անել, օրինակ COVID-19-ի բռնկման ժամանակ ծագած դժվարություններից եւ խնդիրներից։ Արդյոք հնարավոր է ունենալ հստակ մշակված ռազմավարություն, երբ ծագում է նման իրավիճակ եւ կառավարելի դարձնես այդ իրավիճակը։ Ճիշտն ասած, դեռ փետրվարի 25-ին 2020 թվականին մենք արդեն մարզպետի որոշմամբ հաստատել էինք պլան, COVID-ին հակազդելու պլան։ Այն ժամանակ մենք տարբեր էտապներ ենք անցել, այն ժամանակ կոչվում էր COVID-ին հակազդելու պլան, որով ժամանակացույցով գրված էր, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, հանձնաժողով էր ստեղծվել, ներգրավելով նաեւ մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, պատասխանատուներին։ Իդեպ ասեմ, միջև պատերազմը 2020 թվականի սեպտեմբերի 27 Սյունիքի մարզի ցուցանիշները հիվանդացության տարածվածության եւ մահացության առումով գրեթե ամենալավն էին հանրապետությունում, ամենայն դեպս լավերից մեկն էին, քիչ հիվանդացություն, տարածվածություն եւ քիչ մահացության ցուցանիշների ցածր լինելը, բայց պատերազմի ժամանակ արդեն ամեն բան որ խառնվեց իրար, մի կերպ կարողանում էին կողքից էլ ասենք COVID-ի հետ այդ հարցերը լուծենք։ Իդեպ ասեմ, ես ուսումնասիրություններ եմ արել COVID-ի հետ կապված, մասնավորապես հեպատիտ C-ի հետ կապված մի բան էր, պանելային քննարկում էր երիտասարդների շրջանում թմրամոլության բանի հետ կապված եւ դե որտեղ թմրամոլություն այնտեղ էլ հեպատիտ C-ն։ Ես ուսումնասիրեցի Եվ գիտեք, իզարմանս, ինձ 2020-21 թվականին հեպատիտ C-ի առաջնակի հիվանդացությունը Հայաստանում շատ կտրուկ նվազել է։ Եվ հետագայում արդեն քիչ բարձրացել։ Դա ինչի հետ է կապված, որ մենք սահմանափակումներ մտցրեցինք։ Այդ սահմանափակումներն են, որ բերել են նրան, որ մարդկանց շփումները սահմանափակվել են եւ դե մենք գիտենք ինչից է առաջանում հեպատիտ C-ն եւ բժշկական միջամտությունների ցավոք սրտի կարող է լինել եւ թմրամոլների շրջանում եւ դրա համար այդ սահմանափակումները նպաստեցին նրան, որ հիվանդությունը առաջնակի հիվանդացության ցուցանիշը եւ ալկոհոլն էլ չէ հեպատիտ C-ի պարագայում։ Ալկոհոլը հեպատիտ B ցիրոզի բանի հեպատիտ B չէ ցիրոզի ժամանակ է ալկոհոլը ավելի շատ նպաստում, որ լարդը փոխվում է անատոմիական փոփոխությունների ենթարկում, բայց հեպատիտ C-ն իմենը նույն փոփոխություններն էլ լարդի մեջ անում, բայց ինքը վարակիչ հիվանդություն է եւ շատ կարեւոր է, որ դա պետք է կանխարգելվի հատկապես թմրամոլների շրջանում եւ չկա չարիք առանց բարիքի, տեսեք COVID-ը եկավ, հեպատիտ C-ն գնաց։ Բայց դրա հետ միասին նաեւ ես ուսումնասիրելով համաշխարհային առողջապահության կազմակերպության որոշ տվյալներ, այդպես բարբերաբար կարդում եմ հետաքրքրությունս բավարարելու համար, ես հասկացա, որ ուրեմն գոյություն ուներ COVID-ի ժամանակ սահմանափակումների սանդղակ։ COVID-ի ժամանակ 90 էր այդ սանդղակի ամենաբարձր ցուցանիշ, այսինքն եթե տվել երկիրը իր սանդղակը մոտիկ է 90-ին, ուրեմն ինքը լրիվ տոտալ սահմանափակում է իրականացրել եւ այլն։ Ուրեմն մարտին մեր սահմանափակումները, դա ինչ է, 9 հատ ցուցանիշ է, սահմանափակում է, այսինքն միջոցառումների սահմանափակում, ներքին շարժի սահմանափակում, դպրոցների սահմանափակում, օնլայն ռեժիմի եւ այլն։ Այն որ մենք ես չեմ կրկնում, մենք ինչով ենք անցել, նորից չհիշեցնեմ, այդ բոլորը կազմում էր այդ սանդղակի 90% կոեֆիցիենտը եւ ասենք օնլայն դպրոցների օնլայնը 10 միավոր է ու այնտեղ ինքը ենթամիավորներ էլ ուներ։ В общем, հիմա մարտ ամսին Հայաստանը ունեցել է 39 կոեֆիցիենտ, սանդղակը 39 էր։ Ես նայեցի մեր հարևան պետություններին, Վրաստան եւ Ադրբեջան,
Վրաստան եւ Ադրբեջան գրեթե նույնն էին 27-26 կոեֆիցիենտը դա էր գնալով մեր կոեֆիցիենտը ավելացավ ապրիլին, մայիսին, հունիսին մենք հասանք գրեթե 87-ին, 85-ին, 80-ին բայց մեկ էլ հուլիսից մենք սահմանափակումները քանի որ արդեն մաս հանվում էին մեր սանդղակը իջավ մինչև 40-50 բայց իզարմանս ինձ, երբ որ Ադրբեջանում այդ 20 քանի սահմանափակումը մինչև օգոստոսի 24-ը ձգվել է, օգոստոսի 24-ին միանգամից իրանք համարյա դարան 90 սահմանափակումով, իրենց կոեֆիցիենտը 90 ու քննարկեցի որոշ իմ ընկերների գոլեգաների հետ աղջիկաս հետ մենք եկանք եզրակացության որ պատերազմից առաջ զորքը ապահովելու համար իրենք մցրեցին կտրուկ սահմանափակումներ երկու ասենք պերիոդով էլի երկու շղթան սենցա որ 14 օրեր հիշում եք չէ որ 14 օրվա ընթացքում կարող են վարակվել եւ 2-14 օր իրենք լրիվ բան արեցին սահմանափակեցին ամեն ինչը եւ էպիդեմիոլոգիական շղթան այդպես կարող են բան անել կառավարել, այո, եւ իրենք պատերազմին դուրս եկան շատ լավ էպիդեմիոլոգիական վիճակում։ Ինձ շատ դա զարմացրեց եւ մտածելի տեղիք է տալիս, թե ինչ աստիճանի են նրանք պատրաստվել։ Տիկին ունե եւ ինչի համար եք ափսոսում անդրադառնանք այդ հարցին եւս մեկ անձնական հարցի շուրջ եմ ուզում խոսենք, որ այսքան երկար բազմաթիվ հետազոտությունների բուրն աշխատանքային կենսագործունեությունից հետո դուք հիմա վաստակած հանգստի շրջանում եք։ Ինչպես է դասավորվում ձեր առօրյա, ոնց է կազմակերպվում։ Իհարկե ես կարիք ունեմ ակտիվ գործունեություն ծավալու, ես դա զգում եմ, որ դեռ ուղեղով եւ ֆիզիկապես ի վիճակի եմ դա անելու, բայց որպեսզի չմարի այդ ամեն ինչը, ես իմ օրվա ռեժիմը դասավորում եմ այնպես, ինչպես ես կաշխատեի, այսինքն որ ժամը աշխատանքային օրերին, որ ժամի, որ առաջ արթնանում էի, որ աշխատանքի գնամ, այդ նույն ժամի ես արթնանում եմ դուն գործողությունները, աշխատանքից առաջ ինչ պետք է արվի եւ այլն, եւ փորձում եմ ակտիվ ֆիզիկական ակտիվությամբ լինի իմ կյանքը, թեկուզ քայլել, թեկուզ շարժվել, անընդհատ շարժվել փորձում եմ ես այդ ռեժիմը պահել։ Հուսով եմ, որ կաշխատեմ եւ կշարունակեմ ակտիվ լինել։ Լավ, ինչի համար եք ափսոսում։ Ես ճիշտն ասած մի քանի ծրագրեր էի մշակել մարզպետարանում, որոնք չկարողացա ես կյանքի կոչել, մասնավորապես մանկական վերականգնողական կենտրոնի հետ կապված, հաշմանդամ երեխաների հետ կապված եւ առաջնային ուղղակի բարեփոխումները, որը տենց էլ միջև վերջ չհասցրինք։ Մասնավորապես գիտեք, ես մտածում էի, որ պոլիկլինիկական ծառայությունը քաղաքներում պետք է լինի հերթափոխային բնույթ սկզբունքով, այսինքն 8-ից առավոտյան 8-ից մինչև 20:00 պոլիկլինիկան պետք է աշխատի, որ օրինակ կոմբինատի բանվորը չգնա իր ցեխի պետին ասի ես պետք է գնամ պոլիկլինիկա, ինչ որ մի հարց, թեկուզ ասենք դիաբետով հիվանդա դեղ պետք է ստանա պոլիկլինիկայից, որ ինքը չխնդրի թույլատրություն իրեն ազատեն աշխատանքից, որ ինքը կարողանա հասնել մինչև ժամը 3-4-ը գնա պոլիկլինիկա։ Պոլիկլինիկան 8-ից 8 այն մարդը կաշխատի իր աշխատանքային ժամը կվերջացնի, կգա պոլիկլինիկայից իր դեղը կստանա, կգնա տուն։ Ես սրան էի ուզում հասնել։ Շնորհակալություն Տիկին Նունե, բավական բովանդակալից հարցազրույցի համար։ Առողջություն ձեզ եւ կարծում ենք, որ ձեր ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվել, դա Աստված ուղղորդվեն եւ իրականում ստանան իրենց լուծումները։ Շնորհակալություն Լիլիթ եւ առիթից օգտվելով հունիսին նշվում է առողջապահության բնագավառում աշխատողների մասնագիտական տոնը, ես կուզենայի ցանկանում եմ իմ բոլոր գոլեգաներին Շունիկի մարզի ամբողջ առողջապահական համակարգին շնորհավորել այս տոնի կապակցությամբ իրենց քաջ առողջություն եւ համբերություն։ Շնորհակալ եմ։ Առողջություն։
Եթերում սպասված հանդիպումներ, իսկ իմ հյուրը էնդոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նունե Գևորգյանն էր։ Կհանդիպենք։